Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների արտահանման ու տարանցման սահմանափակումների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց Եվրասիական տնտեսական միության արդյունավետության վերաբերյալ։ Վարչապետը հայտարարեց, եթե ԵԱՏՄ-ն խախտվում է ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը, ապա կազմակերպությունը պետք է հստակ պատասխան տա, իրականում գործում է, թե ոչ։ Նրա խոսքով այս իրավիճակը վտանգավոր նախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև միության մյուս անդամների համար։ Եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության համար, որտեղ ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժ։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նկատում է, որ ստեղծված իրավիճակում պաշտոնական Երևանի գնահատականներն ու բարձրացված հարցադրումները լիովին չեն համընկնում։ Եթե դիտարկենք ֆորմալ տեսանկյունից, փաստորեն Հայաստանի իշխանությունը ինքը որևէ առարկություն չունի դրա վերաբերյալ, որովհետև ինչքան հիշում ենք, Նիկոլ Փաշինյանը եւ տարբեր այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ այդ համանախապակումները քաղաքական չեն եւ պայմանավորված են ստանդարտների խախտումներով։ Միաժամանակ կառավարությունը շարունակում է տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականությունը, փորձելով ընդլայնել արտահանման հնարավորությունները դեպի եվրոպական եւ այլ շուկաներ։ Ըստ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ի սկզբանե պայմանավորված էր ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական գործոններով։ Հայաստանը ԵԱՏՄ-ն մի օր լքելու է։ Ես կարծում եմ, այստեղ մեզ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Առաջինը այն պատճառով, որ բնականորեն ԵԱՏՄ-ի կազմում լինելը Հայաստանի Հանրապետության համար ձեռնտու չէ, կապված նրա հետ առաջին հերթին Հայաստանը չունի սահման ԵԱՏՄ-ի հետ։ Սակայն ըստ քաղաքագետի ներկայում նման որոշման ժամանակը չէ։ Այս պահին ԵԱՏՄ-ն մի տարածություն է տնտեսական, որտեղ որին Հայաստանի տնտեսությունը ինտեգրվել է եւ որի տրամաբանության մեջ Հայաստանի տնտեսությունը կառուցվել է վերջին 10 տարիների ընթացքում։ Հակոբ Բադալյանը եւս կարծում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսելը դեռ վաղ է։ Նրա գնահատմամբ նախ Հայաստանը պետք է հստակ արձանագրի, որ իր նկատմամբ կիրառվող սահմանափակումները քաղաքական բնույթ ունեն։ Առանց այդ գնահատականի ըստ նրա անդամակցության վերանայման հարցն օրակարգ բերելն առայժմ հիմնավորված չէ։ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով էլ որոշումը կարող է օրակարգ գալ այն դեպքում, երբ եվրոպական ինտեգրման գործընթացներն անհամատեղելի դառնան ԵԱՏՄ անդամակցության հետ։ ԵԱՏՄ Հայաստան հարաբերությունների ֆոնին կրկին օրակարգ է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի անդամակցության սառեցման հարցը։ Ռուսաստանն հայտարարել է, որ Հայաստանը շուրջ 2 տարի չի վճարում ՀԱՊԿ անդամավճարը, որը կազմում է կազմակերպության բյուջեի մոտ 10%-ը։ Ղևոնդյանի կարծիքով ՀԱՊԿ-ում Հայաստանի ընտրած սառեցված մասնակցության ձևաչափը կանոնադրությամբ նախատեսված չէ։ Ըստ նրա, Հայաստանը դեռ 2024 թվականին պետք է սկսեր կազմակերպությունից դուրս գալու գործընթացը, որպեսզի նման իրավական ու ֆինանսական հարցեր չառաջանային։ Իսկ Հակոբ Բադալյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ի թեման այսօր ավելի շատ ներքաղաքական օրակարգի մաս է։ Մինչդեռ արտաքին քաղաքական հարթությունում կազմակերպությունն ինքն է կանգնած վերափոխման անհրաժեշտության առաջ։ Իդեպ ՀԱՊԿ-ի տարեկան բյուջեն մոտավորապես $6 միլիոն է, որի 50%-ը մուծում է Ռուսաստանը, 10% մուծում են մյուս անդամ պետությունները։ Փաստացի Հայաստանի մասը 10% է այդտեղ, մոտավորապես $600,000 ԱՄՆ մեկ տարվա համար։ Ղևոնդյանի հաշվարկներով չվճարված անդամավճարը կարող է կազմել մոտ $1.5 միլիոն, ինչը հետագայում կարող է դառնալ Հայաստանի ու ՀԱՊԿ անդամ երկրների միջև առանձին վեճի առարկա։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։